Հյուրը Հայկ Տեր-Ներսիսյանն է, քաղաքագետ, տնտեսագետ եւ նաեւ իրավաբան։ Ողջույն Հայկ եւ շնորհակալություն, որ եկաք։ Բարև ձեզ Արթուր ջան։ Եվ տարիֆների թեման այսօր ամենաշատ քննարկվող թեման է, թերևս ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, որտեղ դա վերաբերում է բոլորին։ Նախ առաջին տպավորությունը արձագանքները հենց Միացյալ Նահանգներից, ինչ ես կարծում, կան այսպես երկու ճամբարներ է ձևավորել, մի ճամբարը հիմնավորում է, որ սա ճիշտ քաղաքականություն է, մյուս ճամբարը ասում է, որ սա տանելու է ամերիկյան գների բարձրացման, տնտեսության կործանման եւ այլն։ Քո տպավորությունն է խնդրում ներկայացրու եւ այնուհետև անցնենք ավելի մանրամասն կոնկրետ աշխարհաքաղաքական առումով։ Շատ բարի, տեսեք, մեր նախորդ հանդիպման ժամանակ ձեր տաղավարում ես թրուցիկ բացատրեցի երկու տնտեսական մոտեցում. economic policy, economic statecraft։ Economic policy-ն դա այն քաղաքականությունն է տնտեսական, որ երկիրը վարում է ընդհանուր տնտեսական պարամետրերը ճիշտ իր նպատակներին հասցնելու համար։ Economic statecraft-ը ուրիշ ունի այլ բնույթ։ Դրա բնույթն է համահուն սարքել տնտեսական քաղաքականությունը իր արտաքին քաղաքականության եւ անվտանգության objectives։ Դա իրենից ենթադրում է որոշակի զոհաբերություն։ Հիմա երբ որ ժամանակին այդ գլոբալիզացիան էր տեղի ունենում, որը շատ ձեռ էր տալի Միացյալ Նահանգներին, իր կորպորացիաները ամբողջ աշխարհով մեկ ներկայություն ունեն, գլոբալ ստաբիլությունը Միացյալ Նահանգների շահերից էր։ Բայց այդ մոդելը նաև բերեց նրան, որ այլ պետությունները, Չինաստանը, Ռուսաստանը, Պարսկաստանը, Սաուդյան Արաբիան եւ այլ լիքը երկրներ սկսեցին օգտվել այդ իրավիճակից։ Նրանց տնտեսությունները լավացան, երբ որ լավանում է քաղաքական առումով նրանք սկսում են challenge անել Միացյալ Նահանգների դոմինանտ դերը աշխարհում։ Հիմա եկել է մի խաչմերուկ, որ Միացյալ Նահանգները փոխում են իրենց քաղաքականությունը եւ սկսում են հետևել այս նոր economic statecraft-ին, այսինքն ոչ թե շարժվում են ալյանսներով այլ երկրների հետ մի ինչ-որ ընդհանուր ընկալման մեջ, այլ ամեն անհատ երկրի հետ անգլերեն ասում են transactional, նման հարաբերություններով։ Ինչով է դա ձեռ տալի Միացյալ Նահանգներին, ամեն անհատ երկրի հետ բանակցելուց Միացյալ Նահանգները լինելով ամենամեծ տնտեսությունը եւ ամենամեծ ուժային կենտրոնը, թեև ոչ միակը, բայց ամենաուժեղը, հնարավորություն է տալի Միացյալ Նահանգներին ունենալ որոշակի advantage, առավելություն։ Դրանից ելնելով այս economic statecraft-ը նաև ենթադրում է, որ Միացյալ Նահանգները միգուցե զոհաբերությունների են գնալու իրենց տնտեսական մոդելում, որպեսզի գլոբալ քաղաքական դերը դոմինանտ պահի։ Այ ուզում եմ այստեղ ընդհատեմ, մի քանի որ գլոբալիզմից խոսեցիք, իմ տպավորությամբ այստեղ Դոնալդ Թրամփը, այսպես ասենք, քանդում է աշխարհը մի կետից կառավ, այսինքն գլոբալիստական այն համակարգը, որ ձևավորվել էր։ Ինչի համար։ Բոլորին թվում է, թե դա ամերիկյան գերիշխանություն էր, բայց իրականում ինչ էր, այո, այստեղ կորպորացիաներն էին օգտվում, միացան, որոնք գլոբալ կորպորացիա, միգուցե իրենց օֆիսները գտնվում էր Նյու Յորքում, բայց իրենք մուլտինացիոնալ կորպորացիաներ էին։ Այսինքն իրենք ինչ որ ծրագրեր էին իրականացնում, ինչ որ երկրներ էին քանդում, չգիտեմ, ընտանիքներ էին քանդում, գլոբալիզմի գաղափար, պրոգրեսիվիզմ եւ այլ, որպեսզի այդ կորպորացիաները ունենան էժան աշխատուր, բաց սահմաններ եւ այլ։ Եվ կարծես թե Միացյալ Նահանգները դարձել էր հաշիվը փագողի այդ դերն էր ստանձնել, այսինքն բոլորի ծախսերը վերցնում էր իր վրա, Միացյալ Նահանգների քաղաքացին վճարում էր բոլոր պատերազմների համար, չգիտեմ, փորձարկումների համար, բիոլաբորատորիաների համար, ել չեմ ասում մարդու իրավունքների կեղծ արժեքների համար, որ ամբողջ աշխարհով քարոզում էր, բայց երկակի ստանդարտներով, եւ հիմա կարծես թե Թրամփը փորձում է քանդել այդ համակարգը։ Այսինքն իրականում իր բոլոր տնտեսական եւ բոլոր քաղաքականության առումով հատկապես տնտեսական քաղաքականությամբ այդ գլոբալիստական համակարգն է քանդում, այդպեսի տպավորություն դու ունես թե չէ։ Բավականին ծավալուն հարցեր տարբեր կետերով, եկեք հիմնական կետերին փորձեմ։ Բոլոր պետությունները, եթե մենք խոսում ենք ընտանիքներ քանդել, մարդկանց կյանքերի հետ խաղալ, պետությունները պատմության սկզբից այդպես վարվում են, բոլոր պետություններն են այդպես վարվում։ Այստեղ խնդիրն է ուղղակի երկրի կալիբրից ու իր աշխարհում, իր ստատուսից, իր չափից, թե որի քայլերն են ավելի ազդեցիկ ինչ որ մի ռեգիոնի բնակչության վրա, բայց
ասել, որ այս լիբերալ գլոբալիստներն են քանդում, չէ, հավատացեք ինձ, դրանք գործիքներ են, որը ծառայում են ընդհանուր համակարգ, դա գլոբալիզմն է, աշխարհը մեկ կետից կառավարելու, այդ ասենք նույն բոլոր պետությունները ունեն նպատակ լինել աշխարհում հեգեմոն։ Աշխարհում հեգեմոն նշանակում է աշխարհում լինեն այն կենտրոնը, որը ամենադոմինանտն է ու կարողանում է մնացած այլ ռեգիոնների լավ, դա այլ թեմա է, միգուցե ռոմեական կայսրություն, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան իր ռեգիոնում բոլորը այդ ձևով են աշխարհում։ Հիմա գանք տարիֆներին։ Հիմա տեսեք, կարճ մի փոքր ներկայացնենք, թե ինչ է դա։ Այսինքն basic, այս ստանդարտ տարիֆ բոլոր երկրների վրա բերում է, դա 10% է, այդ թվում նաև Հայաստանն են գնում դրա տակ, չէ՞։ Բայց կան որոշ երկրներ, ուզում մի ցանկ եք, ուզում կարդալ ուղղակի, եթե դեմ չեք, ուրեմն Կամբոջա 49%, Լեսոտո 50%, Վիետնամ 46%, Շրի Լանկա 44%, Լաոս 46%, երկար չի հիմա կվերջացնեմ, Չինաստան 34%, Թայվան, Ինդոնեզիա 32%, Շվեյցարիա, կուզեի որ այդ դրա վրա ուշադրություն դարձնենք 31%, Սաութ Աֆրիկա 30%, Հնդկաստան 26%, Սաութ Կորեա 25%, Ճապոնիա 24%, Մալայզիա 24%, Եվրոպական միություն 20%։ Այսինքն շատերը Հայաստանում ասում են, Թրամփը Հայաստանն էլ պատժեց 10%, բան, բայց տեսեք Եվրամիությունը 20%, Շվեյցարիան 30%։ Եթե Չինաստան հասկանալի է, որ տնտեսական մրցակից է ավելի բարձր տարիֆները, ինչպես հասկանանք Եվրամիությանը եւ նաեւ օրինակ Ճապոնիան 24% կամ Շվեյցարիան 31%, ինչու այդ խտրականությունը։ Սա գնում է հետ նախորդ հարցին, աշխարհը մի կենտրոնից փորձել կառավարել, այսինքն դա կարող է վատ է հնչում ինչ-որ մարդկային տեսանկյունից, ինչու թող բոլորը իրար հետ համերաշխ ապրեն։ Թող, բայց տենց չի աշխարհը ու պատմությունը մեզ ցույց է տալի, որ այդպես չի։ Ամեն մեկը փորձում է դոմինանտ դեր ունենալ։ Միացյալ Նահանգները նմանատիպ տարիֆներ սահմանելով որոշ երկրների այնպիսի անելանելի վիճակում են գցում, որ այդ երկրները համաձայնվեն այն պայմաններին, որ Միացյալ Նահանգները դնում են։ Վիետնամը մոտավորապես մի 15-20 րոպե առաջ ես կարդացի, որ արդեն համաձայնվել է ու ուզում է արագ այդ հարցը լուծի ու դուրս գա տարիֆներից։ Մոտեցումը հետևյալն է, այսինքն դրանով, ոնց որ ասացի, transactional, մեկը մեկի դեմ Միացյալ Նահանգները ամեն մեկի հետ ինչ որ նպատակ է լուծում։ Կան երկրներ, որոնք սանկցիայի տակ չեն ընկել։ Օրինակ Իսրայելի նկատմամբ կան սանկցիաներ 10%-ից ավել, բայց օրինակ Հյուսիսային Կորեան տարիֆներ, բայց Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան սանկցիաների տակ չեն։ Չէ, իրենց նկատմամբ լրացիչ տարիֆներ չի կիրառվել, ասեմ, որ երկրներն են դրանք, ուրեմն Ռուսաստանը, Բելարուսը, Կուբան եւ Հյուսիսային Կորեան, որտեղ նրանք արդեն իսկ սանկցիաների տակ են։ Այսինքն լրացիչ տարիֆներ չեն սահմանափակվել, այսինքն Ռուսաստանի հետ առևտուրը այսօր 3 միլիարդ է, դա կոպեկներ է։ Իմ կարծիքով ուրիշ նպատակ կա Ռուսաստանի նկատմամբ, ասենք թե տարիֆներ չկիրառել, որովհետև տարիֆները սանկցիաների նման կարող են լինել direct, կարող են լինել secondary։ Secondary դա նշանակում է հետևյալը, եթե direct-ը, բայց ի՞նչ է նշանակում երկրորդական։ Երրորդ երկրին ասում ես, եթե դու այս երկրի հետ ինչ որ գործարքի մեջ ես մտնում, ես իմ տարիֆը քո նկատմամբ բարձրացնում եմ։ Այսինքն դու երրորդ խաղացողների վրա ես կիրառում, եթե իրանք քո այդ target երկրի հետ սկսեն որոշակի հարաբերություն, որը դու չես ուզում։ Հիմա իմ կարծիքով այս ռուս-ուկրաինական ու Միացյալ Նահանգների այս բանակցությունները, որ գնում են հետևում թաթերաբեմում, հա, այն հետևում, որը մենք չենք տեսնում, չգիտենք ինչ են խոսում։ Իմ կարծիքով դա ուղղակի արսենալում հետական մի կետն է, որ Միացյալ Նահանգները ցույց է տալի, որ նաև այս կետը ես ունեմ, որ կարող եմ ներառեմ։ Արի գանք համաձայնության։ Ես այդ ձևով եմ մեկնաբանում, թե ինչի ասենք, թե չկա այդ տարիֆը, ու իմ կարծիքով խոսքը չի գնում direct տարիֆի մասին, իսկ հիմա գնում է indirect տարիֆի մասին։ Դե սանկցիաներ կան Ռուսաստանի դեմ եւ այդ թվում նաեւ indirect։ Հիմա քանի որ Ռուսաստանից խոսեցիք, նաեւ Ուկրաինայից, այդ օգտակար հանածոների թեման վերջերս 3, այսինքն Ռուսաստանի ներկայացուցիչներ այստեղ եւ բավականին դրական ներկայացրեց այդ շփումները եւ նաեւ պոտենցիալ տնտեսական համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ ինչ հազվագյուտ մետաղների մասին է խոսքը Ուկրաինայի հետ կապված, Ռուսաստանի հետ կապված եւ դա ինչպես կարող է ազդել ընդհանրապես օգտակար հանածոներ քիմիա լավ չեմ սովորել դպրոցում, դե տիտան կա եւ այլ դե անունները կան քիմիական
բանից Մենձելեևի աղյուսակից, որ ուղղակի լավ ծանոթ չեմ, գիտեմ, որ լիքը այդ մետաղները գնում են տարբեր արդյունաբերական ու զենքի նոր տեսակի զենքերի արտադրության մեջ։ Խավիեր Բլասը, որը լավագույն անալիտիկներից է Wall Street-ում, ինքը հենց օգտակար հանածոների ու հումքի հետ կապված լուրջ անալիզներ է գրում, իր անալիզը ցույց էր տալի, որ այն որ Տրամպը ասում է, այսքան միլիարդ ծախսել ենք ու ուզում ենք այդ գումարը հետ բերենք նաև ընդերքի ձևով, ասում էր, որ Ուկրաինայում այդքան շատ ընդերքում, այդքան հարստություն չկա, որ այդ ծախսված գումարը լրիվ բերվի։ Ստե արդեն սպեկուլյացիայի դուռն է բացում, թե ինչումն է խնդիրը։ Իմ կարծիքով, եթե պատերազմի Ռուսաստանն ասում է մենք ավելի շատ ունենք դրանից։ Հա, Ռուսաստանը իր համար ունի, հիմա բայց Միացյալ Նահանգները է հարցը առաջանում, եթե ֆինանսական օգուտը այդքան մեծ չի դրանում, ինչումն է այդպես մեծ ցանկությունը, որ Միացյալ Նահանգները ուզում է այդ ընդերքին access ունենա, հա, տիրանա։ Սպեկուլյացիայի առիթ է տալի իմ կարծիքով, ինչքանով որ ես եմ ընկալում գերտերություններին, ինչքանով որ ես եմ հասկանում իրանց մտածելակերպը, սխալ եմ, ճիշտ եմ, կերևա, տեսեք, այդ ինդուստրիալ կամպանիաները, որոնք պետքա գնան այդ հանածոները հանեն, ոնց է, իրանք ունեն տերեր, հա, այսինքն ակցիոներները վերցնում են board of directors, հա, այսինքն սավետ տրոնների խորհուրդը, որոնք էլ վերցնում են ամեն օրվա մենեջերներին, պրեզիդենտին կամպանիայի եւ այլն, գեներալի մենեջերին, որը պետքա կառավարի կամպանիան։ Բայց board of directors-ի միշտ անդամներում նման այս տիպի կամպանիաներում նախկին անվտանգության աշխատողներ են, որոնք 20 տարի կարող է CIA-ում են աշխատել, ազգային անվտանգությունում, հետո լավ աշխատավարձով գնում են սովետ դիրեկտորով տարբեր կամպանիաների, որոնք միջազգային հումքի հետ կապ ունի, այսինքն այդտեղ քաղաքական ռիսկը պետքա գնահատել, որտեղ ինչ ընտրություն կլինի եւ այլն։ Իմ կարծիքով Միացյալ Նահանգները ուրիշ ֆորմատով մտնում են Ուկրաինա, մտնում են մասնավոր սեկտորի տեսքով, որի հետ նաև մտնում է ինչ-որ չափով ամերիկյան անվտանգության համակարգը Ուկրաինայում։ Եթե լինում է ժամանակավոր ինչ-որ հրադադար, սա հնարավորություն է տալի եվրոպացիներին ուժեղանալ, որտեղ գերմանացիները մոտավորապես ինչքան 500 միլիարդ ասացին 2-3 շաբաթ առաջ, որ անվտանգության վրա ծախսելու են։ Այսինքն դա դառնում է Ուկրաինան այն բուֆերային զոնան, բայց արդյոք դա կբերի հարատև խաղաղության մեծ հարցական է։ Տեսեք, Քիսինջերը սենց մի հատ կոնցեպտ ուներ, ինքը կոչվում է, ինքը ամենաշատ օգտագործված բառն է երևի իր գրքերում, equilibrium, հա, հավասարակշռություն։ Մեր խաղաղությունը աշխարհում լինում է այն դեպքում, երբ որ ամենակարևոր խաղացողները տվյալ կոնֆլիկտի ժամանակին դրանք ռեգիոններ էին, ասենք Եվրոպան էր։ Հիմա քանի որ աշխարհը ավելի գլոբալ է, տեխնոլոգիան ավելի լավն է, ամենակարևոր խաղացողները համաձայն են ինչ-որ որոշակի ստատուս քվոյի հետ։ Իրանք ասում են, որ հավելյալ մարգինալ հաջողության հասնելը եւս մի կտոր ավել հասնելը ավելի մեծ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենա։ Ու այդ մոդելի մեջ ըստիս նույնիսկ եթե հիմա լինի հրադադար, իմ կարծիքով ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը բավարարված չեն լինելու, այսինքն Քիսինջերի ասած equilibrium-ը, այդ հավասարակշռությունը չի լինում։ Ռուսաստանին իր անվտանգության համար առնվազն պետք է արևելյան Եվրոպայի գոնե մի ինչ-որ չափը ունենալ, իր ազդեցության որպես գոտի, որպես բուֆերային գոտի։ Մոսկվայից շատ մոտիկ է հասկանում եք։ Ինչ-որ չափ ասված այսինքն մինչև որտեղ։ Ես դժվարանում եմ ասեմ, ժամանակին ճարտարապետությունը Եվրոպայում անցնում էր Գերմանիայով, Բերլին էր կիսված։ Հետո ճարտարապետությունը եկավ դեպի Լեհաստան։ Լեհաստանն էր պերիֆերիան, Լեհաստանը ամեն ինչ արեց, որը շատ ուշադրություն չեն դարձնում, նայում են գերտերությունների մենակ տեսանկյունից, այ Ամերիկա, Ռուսաստան, չգիտեմ, Տրամփ, Պուտին, բայց նաև այլ երկրները, ոնց որ Լեհաստանն էր, շատ լուրջ իրանք աշխատեցին նրա վրա, որ այդ պերիֆերիան իրանք չլինեն։ Պերիֆերիան գնա իրանցից դեպի ավելի Ուկրաինա։ Այսինքն չեմ ասում իրանք որոշիչ դեր էին տանում, բայց իրանք լավ կողքից ոնց որ supporting, հա, ոնց որ դեր էին տանում տարբեր տեսակի զենքեր եւ այլն Ուկրաինա հասցնելու համար, որտեղ իրանք էլ չեն ուզում լինեն այդ կիզակետային կետում։ Թե որն է այդ զոնան, որ Ռուսաստանը ուզում է, նու ցանկությունը կարա լինի մեծ։ Հստակեցնեմ, ուզելը նկատի ունեք վերցնելու առումով, թե ասենք չեզոք որպես օրինակ։ Ես չեմ պատկերացնում, ասենք Ռուսաստանը ուզենա ինչ որ գնալ վերցնել Լեհաստանը։ Առանց էլ շատ հսկա երկիր է, դժվար է կառավարել, հիմա մի հատ էլ նոր չեզոքը նկատի ունենք, ասենք որտեղ որ անվտանգության առումով չեզոք, ասենք ՆԱՏՕ-ի անդամ չի, օրինակ։ Կախված է ինչ ժամանակաշրջան ենք վերցնում։ Ամեն երկիր հենց ուժը ուժեղանում է, ինքը ուզում է այդ չեզոքը դառնա Իրանը։
Ոնց որ Միացյալ Նահանգները, երբ որ կարողացան, երբ որ զգացին լուրջ resistance չի լինելու իրենց, իրանք պերիֆերիան սկսեցին ավելի բրթել դեպի Ռուսաստանի սահմանը, որը Ռուսաստանին դուր չեկավ։ Հիմա Ուկրաինայի պատերազմը եղավ դրա պատճառով։ Արդյոք Միացյալ Նահանգները սխալ արեցին։ Եթե Միացյալ Նահանգները տեսնում են, որ հնարավորություն կա դա անելու, ինչու չպետք է անեն։ Կարող է մարդկային հարաբերությունների տեսակետից դա ճիշտ չի։ Նախ այդ հարցին պատը ինչին է պետք լրացիչ գլխացավանք։ Ավելի ճշմարիտ Ռուսաստանի վրա գերտերություն, որը մրցակից է գլոբալ ստեյջում։ Եթե հնարավորությունը լինի Ռուսաստանի մոտ կամ Չինաստանի մոտ, իրանք են անելու իրար նկատմամբ կամ Միացյալ Նահանգների նկատմամբ։ Թուրքիան, երբ որ հնարավորություն է անում իր ռեգիոնում, սկսում է էքսպանսիա ապրել։ Հնդկաստանը, երբ որ հնարավորություն է անում, գոնե հələ որ ռազմական չի, բայց տնտեսապես է փորձում ազդել։ Այտենց այդ լոգիկայով են երկրները աշխատում։ Մենք ինչ որ չգիտեմ, արժեքներից են մարդիկ խոսում, լավից, վատից, բարի, բան, կոնցեպտները սխալ է քաղաքագիտության մեջ։ Հնարավորությունը, երբ որ կա, դու մաքսիմում փորձում ես քո ազդեցությունը մեծացնել տվյալ ռեգիոնում եւ եթե հնարավոր է գլոբալ։ Այդ լոգիկայից ելնելով շատ լավ։ Ուզում եմ հասկանանք, դա աշխարհաքաղաքական հնարավոր սցենարներ ասեք։ Հիմա Միացյալ Նահանգների համար այս տարիֆային քաղաքականությունը ինչի է բերելու օգտվելու է քաղաքացին Միացյալ Նահանգների թե ուժվելու է, որտեղ ասում են հիմա օրինակ քանի որ բոլոր մեքենաների վրա արտասահմանյան 25% տարիֆ է դրված։ Հիմա ինչ է լինելու այստեղի շուկայում։ Իհարկե մի քանի թվեր եմ ուզում բերել, օրինակ հայտարարություններ եղան, որ մի շարք ավտոընկերություններ, օրինակ Hyundai-ին, կորեական 21 միլիարդ դոլարի ներդրում է անելու Միացյալ Նահանգներում։ Stellantis-ը, որը իսպանական կարծես թե ընկերությունը 5 միլիարդ դոլարի, Volkswagen-ը իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ, Honda-ն պետք է հայտարարի նոր արտադրագործարան այստեղ բացելու մասին, Nissan-ը, Rolls-Royce-ը ընդհանրապես տեղափոխվում է այստեղ, Volvo-ն, բայց արդյոք սա բավարար է։ Նախարարին այդ որ ասում եք, ինչպես է դա անդրադառնալու շարքային քաղաքացու վրա։ Երբ որ դուք ասում եք իրանք տեղափոխվում են, նես չի որ մյուս 3 շաբթի օրը այդ ամեն ինչը տեղի անում, հա, ժամանակաշրջանն է, planning-ը, պետքա գտնել որտեղ են գործարանը բացելու, այսինքն ինքը process է։ Այո։ Տարիֆները կարճաժամկետ կտրվածքով ու կարող եք նայել թե բորսայում ինչ է կատարվում վերջին։ Ինչ է կատարվում։ Կարճ եթե հնարավոր է ասեք։ Դե լավ անկում է կատարվում, այսինքն եթե նայենք օրինակ ինդիկատոր կարծացի որ միլիարդատերերը գումարներ են կորցել ամերիկացի արդեն։ Ով որ ներադրել ու ժամանակին չի կարողացել փողը հանի, անկում է մեծ բան է, կորուստներ է ունենում։ Հիմա S&P 500-ը դա 500 ամենաթափով կամպանիաներն են, ինքը ինդեքս է, ինքը միջինացված դրա մանիֆեստացիան է 500 կամպանիաների ակցիայի բանին, թե ոնց է այդ ակցիան կոնկրետ perform-անում։ Հիմա 500-ին եթե նայում եք, լուրջ անկում է տեղի ունենում։ Դա ռեակցիան է շուկայի, որ ընդհանուր գլոբալ առևտուրը ավելի անկում ապրելու։ Դրանից ելնելով, ու սա գլոբալ անկում, այսինքն ոչ թե Միացյալ Նահանգների տնտեսության, բոլոր աշխարհի բոլոր տնտեսությունների համար անկում է սպասվում։ Գոնե կարճաժամկետ։ Սա ինչ է նշանակում։ Ստե արդեն ով որ կարողացավ ավելի երկարաժամկետ խաղա, նա վերջում հաղթող դուրս կգա։ Լիքը երկրների համար շատ ավելի վատ է լինելու, ավելի փոքր տնտեսությունների համար շատ ավելի վատ է լինելու։ Օրինակ Հայաստանի համար կարող է, ես ճիշտ ասած չգիտեմ Հայաստանի լրիվ տնտեսական բալանսը որ երկրի հետ ինչքանա որ ավելի հստակ կարողանամ այդ հարցին պատասխանել, բայց կարող եմ ասել հետեւյալը։ Չինաստանում կա մեծ դեմոգրաֆիական խնդիր եւ մեծ տնտեսական խնդիր։ Ճգնաժամ այս սիտուացիայից զատ։ Ռուսաստանում կա իր ինֆլյացիոն խնդիրը, բանկային խնդիրը եւ տնտեսական էլի ծանր վիճակ։ Միացյալ Նահանգներն իրենք են զոհաբերում իրենց տնտեսության մի մասը, որպեսզի այս գլոբալ դերը պահեն։ Թե այս 3-ը, ու եթե դրան միացնենք Հնդկաստան, Թուրքիա, Բրազիլիա, Ճապոնիա, կարևոր երկրներ, Ավստրալիա, Եվրոմիությունը, Մերձավոր Արևելքը, ով ինչքան կկարողանա սրան դիմադրել։ Եթե ես կանխատեսեմ գոնե լիքը երկրներ իմ կարծիքով Միացյալ Նահանգների pressure-ին չեն կարողանա դիմադրել։ Միանգամից կհամաձայնվեն։ Ավելի խոշորները կփորձեն դիմադրել, ինչ-որ մի բան դիմացը ստանալ, որը կամաց աստիճանաբար կբերի նրան, որ Տրամպը արդեն պետքա սկսի բանակցությունները։ Ինչ-որ մի բան դրա դիմաց ստանալու համար, որպեսզի օրինակ տարիֆների տոկոսը իջացնի կամ ընդհանրապես հանի։ Դա արդեն կերևա թե ոնց կգնա միջնաժամկետ։ Իդեպ Թրամփն ասում է, որ մենք
համարժեք վերաբերմունք է ցուցաբերում, օրինակ Եվրամիության անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների առևտրաշրջանառության մեջ, եթե չեմ սխալվում, $300 միլիարդ թե մի քիչ ավել դեֆիցիտ կա։ Այսինքն ամերիկյան շատ արտադրանքներ չեն ուղղակի մուտք չունեն Եվրամիություն, արգելված են, իսկ տարիֆները ավելի բարձր են, քան այնտեղից եկող ապրանքներ։ Այսինքն պետք է գնա ինչ-որ համահարթեցման քաղաքականություն։ Հիմա նույնը Կանադայի հետ կապված, այս ամեն ինչից ովքեր են շահելու, ովքեր են տուժելու։ Առաջին տպավորությունը։ Ինձ թվում է բոլորն են տուժելու։ Տենց երկիր չկա, որ շահելու է, բոլորն են տուժելու, Միացյալ Նահանգներն էլ է տուժելու։ Մարդիկ էլ են տուժելու, այո։ Խնդիրը գնում է միջնաժամկետ դեպի երկարաժամկետ կտրվածքով, թե երկրի ուժը ինչ դեր է ունենալու այդ գլոբալ այդ երկրների պալիտրայի մեջ։ Այդտեղ արդեն հարցը առաջանում, ով ինչքան կկարողանա դիմանա, ով ինչքան կդիմադրի այս տնտեսական անկմանը։ Ու արդյոք այս տնտեսական գլոբալ անկումը չի բերի նրան, որ արդեն ռազմական մեթոդներով մարդիկ պետությունները փորձեն հարց լուծել։ Չինաստանը երեք ավելի լուրջ ինչ-որ քայլեր է անում դեպի Թայվան։ Դե մտածենք Չինաստանի տեսակին, 1.5 միլիարդ մարդ ինչքան է բնակչությունը։ Արդեն շատ կրիզիսի մեջ իրենց տնտեսությունը մի հատ էլ սա է ավելանում։ Այդքան մարդ ոնց պետք է պահես։ Հա, այստեղ արդեն խնդիր է առաջանում, եթե չես կարողանում տնտեսապես բավարարել, ուրեմն պետք է գտնես ինչ-որ ձև ինքդ քեզ վերարտադրես ու դրա մեթոդը կարող է լինի պատերազմ, կարող է։ Եվ վերջին հարցն եմ ուզում տալ, կապված պատերազմի եւ տնտեսական պատերազմի։ Իրան, Ամերիկացիներ ամբողջ օրվա ընթացքում ենք այդ հարցը քննարկում ենք, քո կարծիքն եմ ուզում իմանալ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի փոխհարաբերությունները արդյոք կարող են հասնել պատերազմի հարձակման Իրանի վրա, թե այնուամենայնիվ տնտեսական սանկցիաները կստիպեն, այսպես ասենք, լուծումներ գտնել, գալ նստել մեկ սեղանի շուրջ։ Գիտեք, որպես քաղաքագետ ճիշտ չլինի, ես ասեմ, դա հնարավոր չի, իհարկե կարող է հասնել, եկեք, բայց ռիսկը պրոստը նայենք։ Չէ, պարզ է, որ Իսրայելի նպատակն է Միացյալ Նահանգներին ներքաշել ուղիղ առճակատման Իրանի դեմ, դա Նեթանյայի քաղաքականությունն է եղել միշտ եւ հիմա էլ բացառություն չէ, բայց Թրամփը, որը որդեգրել է այսպես խաղաղասերի քաղաքականություն, աշխարհում խաղաղություն հաստատելու, արդյոք կգնա դրան։ Թե մաքսիմալ սանկցիաներով տնտեսական սանկցիաներով պետք է պրակտիկ որոշումներ կայացնի, շատ է որ իր ցանկությունը ընտրությունների ժամանակ մեկն էր, հետո եկել է իշխանության, սիտուացիան փոխվում է, ինքը պետք է ադապտացվի, то есть որպես իմ նախագահ կապ չունի Տրամփն է թե ով է, ես ակնկալում եմ, որ այդ մարդիկ լինեն պրագմատիկ մարդիկ, որոշումները կայացնեն ըստ սիտուացիայի եւ ոչ թե ինչ որ խոսք են տվել, այնց բան խոսքի տեր տղալն իմ հիմա հարցին պատասխանեմ Իրանի ու անցնենք առաջ։ Իրանի հետ կապված այնքան ռիսկեր կա, այնտեղ կա Հորմուզի choke point են ասում անգլերեն։ Աշխարհի 23% նավթի առևտրի գնում է Հորմուզով։ Մենակ իրանական նավթը չի, ընդ Արաբական Էմիրությունները եւ այլ։ Եթե այդտեղ պատերազմը սկսվում, նավթի գները ահավոր են թռնում, հա, uncontrollable։ Դա բերում է գլոբալ արտադրության, նախ գլոբալ ինֆլյացիայի է բերում, որտեղ նավթը գնում է ամեն պրոդուկտի մեջ, որը սարքում է, սեղանը, հեռուստացույցը եւ այլ եւ այլն։ Եթե գները թռնում է նավթի, արտադրությունը պետքա թանկանա, արտադրությունը պետքա թանկանա, մարդիկ չեն կարող այդ արտադրանքը առնել։ Իսկ արտադրող կամպանիաները լիքը բաները արտադրում են բանկերից վարկ վերցնելով, վարկերով է ֆինանսավորվում, այսինքն չեն կարողանում բանկերին վճարել, ու սկսվում է գլոբալ բանկերի անկում։ Այդ աշխարհի վերջի մի ինչ-որ տենց փոքրիկ սցենարի ես ասի, չեմ ասում, այսինքն հաշվարկի մեջ արդյոք սկսել Իրանի դեմ պատերազմ թե չէ, դա այն ռիսկ, եթե այս ռիսկը չլիներ, Հորմուզի այդ choke point-ը եթե չլիներ, Իրանի հետ պատերազմը շուտ էր սկսվել։ Դե 20 տարի առաջ, 15, 10, դա միակ ամենամեծ խնդիրն է պատերազմի, որ բոլորը շատ զգուշ են։ Մի ուրիշ կողմ էլ կա, Միացյալ Նահանգները սկսում է իր նավթի եւ գազի բնական գազի արտադրությունը խոշոր չափերով, կարող է դա օգուտ բերել։ Դա հաստատ հաշվարկի մեջ ֆորմուլայի լինելու է, որ օքեյ, եթե կա գլոբալ մեծ supply, այսինքն մեծ առաջարկ կա նավթի,
OPEC-ը 3 չառաջորը ասաց, որ իրանք սկսում են խորը արտադրությունը, նույնիսկ եթե նավթի գները զգալի են գնելու, որովհետև գլոբալ պահանջարկ այդքան չկա, բայց Սաուդյան Արաբիան մեծ հաշվով ստիպեց բոլորին OPEC+, համը Ռուսաստանին ու բոլորին, ու ասաց, եթե դուք չեք համաձայնվում, որ արտադրությունը բոլորս միացնենք, ես ինքս եմ իմ արտադրությունը միացնելու մաքսիմալի վրա ու պրոստը նավթի գները գցեմ այնքան, որ ձեզ բոլորի համար կորուստ տալնելու, ես market share-ն եմ վերջում վերցնելու։ Շատ լավ, սա էլ առանձին թեմա է, միգուցե մեկ այլ քննարկման։ Շնորհակալություն Հայկ հետաքրքիր զրույցի մեկնաբանությունների համար։ Իմ զրուցակիցը Հայկ Տեր-Ներսիսյանն էր, քաղաքագետ, եւ մենք խոսում էինք Թրամփյան տարիֆներից։ Շնորհակալություն։